Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, մեծ պրեմիերայի մասին ենք խոսելու մայիսի 6-ին, 7-ին, 13-ին եւ 29-ին ժամը 19:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա առաջնախաղ Կարլ Մարքս խոստովանություններ կենսագրական տրագիկոմեդիա, ինչի մասին էլ խոսել ենք մեր հյուրերի հետ։ Հյուրերից մեկը հասցրել է արդեն հասնել ուղիղ եթերի, մեր երկու դերասանները դեռ խցանման մեջ են, հուսանք կհասցնեն։ Մեր հյուրն է Ռուզաննա Հախնազարյանը, ողջույն Ռուզաննա։ Բարի լույս։ Ոնց եք։ Հրաշալի։ Ես լուրջ պրեմիերա է, ոնց հասկացա։ Այո, ես կասեի համաշխարհային։ Հետաքրքիր է այս գործը ոնց որոշվեց բեմադրել։ Երևի թե ինքը ռեժիսորն է չափազանց սիրահարված այս գործին, ես մեծ բառեր չեմ ասի, եթե այդպես ասեմ, ու ինքը կարողացավ մեզ վարակել։ Հայկը Կարապետյան, հրաշալի ռեժիսոր, Լատվիայից ժամանած, Սունդուկյանի անվան թատրոնի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հրավերով, նա այստեղ է Երևանում, արդեն 1 ամիս ավել է փորձերը շարունակվում են, հրաշալի ընթացք է, ես կասեի դերասանի համար նոր որոնումների, այսպես նոր պրպտումների մի հատ Ինչ է ոճին է, այլ ինչ-որ տարբերություն է կզգում բեմադրության ոճի մեջ։ Այո, տարբերություն կա, այստեղ կարևոր է դերասանը ինչ նոր զգացողություններ է վերցնում, շատ հետաքրքիր մոտեցումներով, շատ հետաքրքիր մենք ինքներս ինքնաճանաչման մի հատ նոր լավ փուլ ենք անցնում, դա ինձ համար հիանալի է, ես որպես դերասանուհի, այո, շատ Ինչն է քեզ համար նորություն, բազում ներկայացումների մեջ ես եղել եւ իրականում ունես երկար տարիների բեմական փորձ, բայց երբ դերասանը խոսում է այդ նորությունների մասին, ինձ միշտ հետաքրքրում է ինչ է գտել նոր բան։ Նախ ոճը, այնքան հետաքրքիր է ինքը աշխատում, ամեն օր նոր ինչ-որ բացահայտում ու պահանջում է դերասանից ամենակարևորը, ասում եմ մոռացի, սրտով աշխատի, անգամ բառը կարևոր չի, երբ որ դու գիտես ինչ ես ասում։ Այսինքն այստեղ խոստովանությունները իրենք նամակներ են հենց, բայց այդպես չոր նամակներ չեն, էլի, ես կասեի ընդհակառակը շատ մոտեցնում են հանդիսատեսին դերասանի հետ, այդ կապը շատ գեղեցիկ ստեղծվում է, մենք կոնկրետ ոչինչ չենք ասում հանդիսատեսին, այսպես, բայց այդ կապը ստեղծվում է, կախարդական մի հատ կապ է ստեղծվում, որը կարծում եմ ինքը իր շնորհներով է հասել այդ ամեն ինչին, ինձ համար բավական հետաքրքիր է ու թատրոնում իսկապես տոն է, որովհետև բոլոր օղակները աշխատում են ֆանտաստիկ, նվիրված, թատրոնում պատահական մարդիկ չկան այսպես թե այնպես, բայց սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ տնօրենից մինչև ամենահասարակ բեմի տղաները աշխատում են լիարժեք, անկեղծ, բոլորը այսպես սրտի թրթիռով սպասում են պրեմիերային։ Քանի որ ռեժիսորը դրսից է ռեժիսորայի առումով ինչ-որ նոր մոտեցումներ կան, որ զգում եք, որ Հայաստանում չի օգտագործվում, չգիտեմ, այս մոտեցում ինչ-որ նոր բաներ կան։ Գիտեք, այդպես առանձնացնել նոր կամ մենք էլ ունենք հրաշալի ռեժիսորներ այստեղ, բայց ես էլի աշխատել եմ Ջոն Բլոնդելի հետ Էվրիդիկե ներկայացման շրջանակներում, էլի հրաշալի, բայց յուրաքանչյուր այսպես թեկուս փորձերի ընթացքը, թեկուս փոքրիկ ինչ-որ խաղիկների եւ տրեյնինգների պես անցկացված, թե Չեխովյան, թե նորություններ, ոչ թե մեզ համար էին նորություն, իր անցկացման ձևներ նորություն, իր մոտեցումը դերասանին, այսպես բառը, խոսքը, տեքստը հոգուց դուրս բերելու մի հատ հետաքրքիր մոտեցում ունի Հայկը, որն ինձ շատ է դուր գալիս։ Ու դու ինչպես ես, դու չես տանջվում։ Այսինքն ինքը քեզ ասում է հանգիստ, ամեն ինչ լավ է լինելու, շատ դերասանի կողմից աշխատող ռեժիսոր է։ Մտածող, նախ ֆանտաստիկ մարդ, թե իր բնույթով, թե իր խոսելաձևով, թե իր մոտեցումներով, բայց ինքն առաջին հերթին մտածում է դերասանի կոմֆորտի մասին։ Դե ես վստահ եմ, որ յուրաքանչյուր դերասան կփաստի, որ իր
կերպարի գույները այնուամենայնիվ հիմա տաղանդը հասկացանք, կրթությունը հասկացանք, բայց ռեժիսորը կարող է ներկայացման ընթացքում այսինքն քեզ լիովին տալ նոր գույներ կամ ճիշտ հակառակը այն ունեցածդ էլ կարող է փակել եւ հնարավորություն ունենալ ռեժիսորի կողմից գտնելու, բացահայտելու այդ գույները, այդ ոչ բոլոր ռեժիսորների մոտ է իրականում ստացվում, ասում եմ ինչ ճիշտն է, բայց դա էլ կոչվում է դերասանական աճ ըստ երևույթին, որ երբեմն դու վստահում ես, ինքը գտնում է այդ գույները, քեզ էլ զարմանքով ասում է ցույց է տալիս ու դու զարմանում ես, որ դու ունեիր այս ամենը քո ներսում ու կարողանում ես հետո ներկայացնել ու դրանով այդ աճը գրանցել։ Քանի դերասան է բեմում։ 6 դերասան։ Ողջունում եմ իմ բոլոր խաղընկերներին, շատ սիրում եմ իրենց։ Հուսանք կհասնեն։ Այո։ Կողջունես իրենք էլ մեզ։ Հա, սպասում ենք անպայման թող գան, որովհետև նենց հետաքրքիր է ինքը անպայման շատ բան ունեն ասելու։ Իմ սիրելի Արմենը Քուշկյան, Արաքսյան Մելիքյան, Սաթենիկը Գասպարյան, Ջուլիան Մովսեսյան, Հայկը Իսրայելյան։ Սա այնքան էլ մեծ թիմ չի թվում, բայց ինքը բեմում շատ մեծ գործ է արված։ Ամբողջ ներկայացումն ինձ համար անցյալ օրը իջա դահլիճից նայեցի, շատ սիրում եմ փորձերի ընթացքում մի հատ վազել, նայել դահլիճից, կարծես նկարներ լինեն հավաքած։ Իրենք ֆիլմի նման են մի տեսակ, ինձ համար համենայն դեպս այդպես է, բայց ամեն մի պատկերը, ամեն մի մասը կարծես նկարներ լինեն հավաքված։ Բովանդակությունը ինչ է նյութի։ Ինչի մասին ենք խոսում հանդիսատեսի հետ։ Ընտանիքի մասին։ Կարլ Մարքսի ընտանիքի մասին առաջնահերթ ու հետաքրքիր է ամբողջ ներկայացման ժամանակ այս 6 դերասանը 4-5 անգամ կերպարանափոխվում են եւ կարծում եմ իրենք Մարքսի բնավորություններն են, Մարքսի ապրելակերպը, թե որ տարիքում ինքը ինչ խնդիրներ ա ունեցել յուրաքանչյուրը ներկայացնում է։ Իհարկե մենք արդեն ունենք Դեկամերոն ներկայացումից, որ նաեւ կանայք տղամարդկանց են խաղում, բայց սա յուրովի մոտեցում է։ Այստեղ էլ սերի խնդիր չի, այս բնավորություն ներկայացնելու խնդիրը։ Այսինքն այստեղ տղամարդը կնոջ է խաղում, կինը տղամարդու, բայց այդ անցումներն այնքան նուրբ են արված անկեղծ, որ դու ոչ մի դու լրիվ հանգիստ կատարյալ վիճակում ես։ Այսինքն չես տառապում, ինքը ավելի քեզ բերել, հասցրել է, ինչ ես դու ուզում ասել։ Ասում է այ դուրս արի մոռացի, որ դու Ռուզանն ես, դու Հայկն ես, դու Արմենն ես, մտածի, ինչպես կմտածեր Ժենիխեն, ինչպես կմտածեր Մարքսը, հետաքրքիր է։ Քանի որ Սունդուկյանի բեմում եք խաղում, մենք առհասարակ այդ մեծ բեմում, մեծ դահլիճում սովորենք ներկայացումները, որ մասսայական տեսարանները մեծ լինեն, շատ լինեն դերասանները, շատ խառը լինեն, զբաղված լինեն, 6 հոգով այդ բեմում բարդ չի։ Ոչ։ Երբ որ գիտես, զգում ես այ աչքի մի հատ թարթոցից խաղընկերդ ինչ է ասում քեզ, երբ որ մի ընտանիք է ձևավորվում, իհարկե բարդ չի։ Եվ ձևավորվեց այս ընտանիքը, ինչը որ ուզում էր Հայկը շատ։ Ինքն առաջին օրից ասել է, ինձ համար կարևոր է, որ դուք զգաք իրար։ Ինձ համար շատ կարևոր է այդ ամբողջական վիճակը ու յուրաքանչյուր ներկայացման մեջ այդ ինձ թվում է ամենակարևոր գործոնն է, մեր դերասանները հասան, համեցեք, այո։ Դե ինչ արած, ձեզ կթողնենք, ասում է, ներխուժել ուղիղ եթեր։ Բարի լույս։ Այս մեր երկրում, մեր քաղաքում։ Ասում են, ինչպես միշտ ընտիր խցանումներ են։ Ֆանտաստիկ։ Հասցեման կամ կողքի մարզ ավելի արագ, քան ակետից։ Իմ կարծիքով Անուշիկը պետք է օրինակ վերցնի մեր շատ սիրելի ընկերներից, որովհետև մենք բարձր տրամադրությամբ խցանումից դուրս գալը, դա գիտեք ինչ մի արդեն են պետք է։ Գիտեք, արդեն ամեն ինչից խոսեցիք ճանապարհին։ Ոնց եք։ Գանք հասանք։ Ես ասեցի, որ ասելիք ունեք։ Ռուզանը մեզ, այո, բավական մանրամասներ ներկայացրեց, հետաքրքիր ոճային լուծումների, նորարարությունների, հետաքրքիր է լսել ձեր կարծիքը, Արմեն։ Հանդիսատեսին սպասում է մի բան, որը հայ թատրոնում դեռ չի եղել։ Այս տեսակ, այս լուծումով ներկայացում, այս մտածողությամբ ներկայացում, ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մենք չենք ունեցել դեռ։ Եվ զարմացնելու է, համոզված եմ,
Ոմանց շոկի է ենթարկելու։ Ձեզ պիտի շուտ կանչենք, դուք լավ PR եք անում։ Ունեն հրավիրատոմսերը արդեն հարց առաջանում, որովհետև Այսենց են ասմաներ դաշնան։ Գնայք, եթե մի ներկայացման մեջ աղջիկները դառնում են Մարքսեր, իսկ Մարքսի դերակատարը սկսում է դառնալ իր աղջիկները վերջում կինը։ Եվ եթե մինչև հիմա հայ թատրոնում մենք տեսել ենք տղամարդը կնոջ կերպարանքով, բայց դա եղել է կոմիզմի մեջ, գրոտեսկի մեջ, իսկ հիմա լուրջ պիտի մարմնավորի եւ շարունակի դերասանուհու խաղի ընթացքը նույն կերպ, որ հանդիսատեսը հասկանա այսով է ինչը։ Եվ այդ մտածողությունը, որ ընտանիքը բոլորի կյանքով են ապրում, հա, բոլորը հոր գաղափարները կրում են ու տանում են այդ գաղափարները, այսինքն այդ մարքսիզմը, ընտանիքը ամբողջ այդ մարքսիզմով է տառապում։ Եվ հայրն էլ այնքան ասիրում իր ընտանիքը, իր աղջիկներին, որ ինքն էլ իր աղջիկների ու կնոջ կյանքով է ապրում։ Վերջում ես Մարքսս դառնում եմ ժենիխեն կինս ու մահանում եմ։ Ալեքսը միշտ ասում է սիրուն կմահանաս։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Ես ամեն ինչը զուգահեռ։ Ամեն ինչի մեջ պետք է գեղեցիկ լինի, չէ՞։ Հա։ Գուցե գաք նաև չհավանեք, ասեք, այ ինչ հիմարություն են արել, ինչ որ բան եք սենց բստերել, բայց այդ ինձ համար բացարձակ էական չի, ես այն դեպքն է, երբ որ իմ կյանքում ասում եմ ես արդյունքի հետևից ընդհանրապես չեմ գնում, կա չէ, գործ ու արդեն արդյունքն ես ուզում տեսնես, հակառակը օրերը մոտենում են ու իմ մոտ տրամադրությունը սկսում է անկում ապրել զուտ նրա համար, որ էլ չի լինելու այս ամեն ինչը։ Պրոցեսը ֆանտաստիկ հետաքրքիր է, ես այնքան որ ինքս բազմազբաղ լինելով բոլոր տեղերը սենց կարմիր կոճակով ստոպ եմ տվել ու ապրում եմ միմիայն սրանով, սենց քիչ է պատահում կյանքում, որ կարողանա ֆինանսը կամ բանը քեզ չառնի եւ ինձ շատ է դուր գալիս։ Հայկի հետ աշխատելն է գերագույն հաճույք, որովհետև ռեժիսորը լինելով մեր տարիքի մարդ, արդեն այնքան հետաքրքիր փորձ ունի, 7, 8, 10 մինիմում պետքա լինես այս սեղանը, եթե չհասկանաս ինքը ինչ է ուզում։ Այսինքն այնքան ձև քեզ կտա բացատրելու, որ չես կարա չհասկանաս։ Ու այդ հանգստությունը, որ վերջին հաշվով դու անում ես այն, ինչ որ ինքը ուզում է, ասենք ասում ասա, ինչ ես ասում, բան, հետո վերջը չկարելի։ Բայց ինչ ոնց է ինքը այդ քեզ ասում, այդ հումոր կա մեր խմբում շատ, ինչ որ sense բոլորի վրա լավ իմաստով ծիծաղում են, լավ իմաստով, ոչ թե պրանկ են անում, հա, ինչ վատ է խաղում, չէ։ Ես շատ կերպարի առումով, այո։ Կերպարներից ընդհանրապես այդ process-ը իրար հետ աշխատելու շատ քիչ է լինում, երբ որ ռեժիսորը լսում է քեզ ու լսում է մինչև վերջ։ Հետո անում են ինչ ուզում է։ Հա, բայց դա շատ լավ է։ Բայց մենք լավ ենք աշխատել։ Ինքը թույլ է տալիս, որ դու ամեն ինչ փորձես։ Ես ասեցի, որ կարևոր է շատ իր համար դերասանը։ Ինքը ամեն ինչ թույլ է տալիս, որ փորձես։ Հետաքրքիր խոսակցություններից է, որ դուք տխրում եք, որ process-ը արդեն ավարտին է մոտենում, մենք ուրախանում ենք, որ արդյունքը կարող է տեսնենք։ Անկեղծ եմ ասում, կյանքիս մեջ sense բախ չի եղել, որ ինձ համար վատ իմաստով չէ, որ մեկին թե դուք ինչ եք ասելու։ Հասկանում եք ինչ, առանց նեղացնելու որևէ մեկին կամ ինձ համար մեկ է, դուք կգաք կհավանեք, թե չէ, ես գիտեմ ես ինչ եմ ապրել եւ ես շնորհակալ եմ իմ ապրածի համար։ Եվ դու քո ներքին տեսակին այնքան հավատարիմ ես արժեքներին, որ կապ չունի քեզ ոնց են կողքից տեսնում ու ոնց են ենթադրում։ Դու գիտես հայելու մեջ որ դու հավատով ամեն ինչ եղել ու ես հավատում եմ, որ այնքան նվիրում որ դրվել է այդտեղ հաստատ ինքը արդյունք ունենալու։ Ոգևորությունը շատ մեծ է, կարելի է ասել, որ այս ներկայացումից հետո որպես դերասան կարող ենք մտածել, որ այո, ես սա արեցի ու մի խազվել ես չպիտի լինեի այստեղ, այդ գաղտնիք եմ ասում։ Այնպես էր ստացվել, որ կաստինգ ասած ինչ որ բաներ ա եղել, ես չեմ եղել։ Զորով ամեն ինչ եղել։ Չէ, զորով չի եղել։ Ուղղակի ես այդպես մարդ եմ, մեկ էլ կարող ասեմ, հա, չգիտեմ, այ լուրջ ա որ հո, ինձ լատվացի ռեժիսորա կանչում, ու չեմ գնացել։ Չի հավատացել, որ ինքը կանչված եղել կաստինգին ու չի եկել։ Ես ուղղակի չեմ եկել։ Բա հետո ինչ եղավ։ Դե հենց էդ է, ես ու հանգիստ նստած եմ, բոլորը արագ շատ լավ տղա է, ոնց ես դու տենց բանը ձեռքիցդ բացնում դեմքը։ Անտիդեպրեսանտ խմած, հա, ոչինչ, այն ինչը իմ զա կգա կհասնի ինձ։ Ուրիշ վերջը հանգամանքների բերումով էլ չբացեմ աչակերտներս, ես հայտնվեցի ստեղ ու ես ասում եմ, Աստված իմ ոնց կարա ես այստեղ չլինեի։ Այնպես որ շնորհակալ եմ աստղերին այդ դասավորության համար։ Էներգիան ուժեղ բան է։ Հետաքրքիր է, նոր քիչ առաջ Ռոզաննան նշում էր, որ հետաքրքիր կերպով են դերասանները նաև բացահայտում իրենց հնարավորությունները, եւ ես ասում եմ, որ դե ռեժիսորը իրականում մեծ ազդեցություն ունի աշխատանքի վրա, երբ դու
չիմանաս, որ դու ունեիր այդ հնարավորությունները, երբ ինքը քեզ տալիս է։ Չգիտեմ, դե դա էլ երևի ռեժիսորի պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, այդ ոնց են իրենք դա անում, այդ երևի թե դերասանները չեն իմանա այդ ոնց, բայց իրականում երբ խոսվում է նոր բան բացահայտելու, սա իրականում ինչ ուրիշ բառերով կարելի է ներկայացնել, սա նոր տաղանդ է, որ դու քո մեջ գտնում ես, նոր գույն է, թե քեզ մեկնաբանելու կողքից, ինչ որ մեկի կողմից քեզ մեկնաբանելու, հա, այդ վերջին տարբերակն է ճիշտ։ Մենք ընտրում ենք վերջին տարբերակը։ Ճիշտ է, վերջին տարբերակն է։ Ի վերջո նայեք, քանի որ ինքը Հայկը Լատվիայից է եկել, ինքը մեր միջավայրին այդքան ծանոթ չի։ Մենք էլ իրան ծանոթ չենք։ ինքը երբեք չի ապրել այստեղ։ Ինքը փոքր տարիքում տեղափոխվել են ընտանիքով այնտեղ եւ ինքը այնտեղ է մեծացել։ Այսինքն կրթություն, մտածողություն լրիվ ուրիշ է։ Ու այս ոնց է դուք նոր մարդու հետ ընկերություն որ սկսում եք, դուք էլ եք ձեզ նորովի բացահայտում, չէ՞, ինչ որ նոր մոտեցում ա պետք է այդ մարդուն, նույնն այստեղ է։ Այսինքն եթե ես համոզված եմ, ես բեմադրություն աներ մի ռեժիսոր, որը Հայաստանում է ապրել, մենք լրիվ ուրիշ ճանապարհով կգնայինք։ Գուցե այն երանգները, այն նրբությունը, որ հիմա խաղի մեջ կա, որ մենք գտել ենք մեր համար, չգտնեինք այդ ամեն ինչը, որովհետև այդ բեմադրիչը մեզ է ճանաչում, մենք իրեն ենք ճանաչում, մենք գիտենք որտեղ է ինքը ուժեղ, որտեղ է ինքը թույլ, ինքը գիտի մեր ուժեղ եւ թույլ կողմերը եւ դնում է այդ կետերը, ծանրությունը այդտեղ։ Իսկ Հայկը ինքը սկսում է նոր ճանաչել եւ չի հիմնվում նրա վրա, որ օրինակի համար Արաքսյան ունի լավ ձայն եւ այդ ձայնը պիտի հիմա օգտագործել։ Հակառակը։ Ես չեմ ուզում քո ձայնը։ Ուրիշ բան եմ ուզում քեզնից։ Հա, ուրիշ երանգներ է ինքը ուզում։ Ու այդտենց ինքը եկել է իր մտքի հետևից եւ ինքը այդ միտքը հիմա մեզնից պիտի ստանա, ինչ է ինքը ուզում։ Ինքը շատ հստակ գիտի, ինքը ինչն է Բավարար կորցնում է ձայները, որովհետև 3 հզոր ձայներ ունեցող մարդիկ են։ Չէ, դե վերջին հաշվով մենք հաղթեցինք ինչու, որովհետև այն խնդիրը այո, ձայնը մեծ ազդեցություն։ Հայկական տարբերակը հնարավոր չէ, հետո մեծ բեմում քանատեղ հասցնել է պետք։ Հա, որ ինքը սկսել էր մեզ հետ, իհարկե դա հրաշալի վարժություններ են, որոնք մենք վերցրեցինք մեզ այդ հետոյի համար։ Հիմա եկեք չբացենք, հա, չի կարելի։ Բայց ինչ բան էիք ասում, այդ վարժությունները, որոնք Հայկը մեր հետ տրեյնինգներ էր անում։ Մենք առավոտյան հավաքում էր ու մենք ինչ որ վարժանքներ ենք անում, որովհետև իրեն չէր գոհացնում, որ ինքը ասում են, չէ, գոռում բեմում։ Ինչ են հայ դերասանները գոռում բեմում։ Այդ իսկապես ակտուալ է։ Հիմա նայեք։ Որացեք թող ձեզ լսեն վերջում։ Հայկն ասում էր, ցածր խոսի, հա, ինքը կլարվի կլսի, բայց հենց մենք եկանք մեր Սունդուկյանի մեծ բեմը, Հայկն ասաց, ես ես չեմ լսում։ Ահա, ասիկ Հայկ եկավ են մեր Մենք կետի։ արդեն Ռուզաննային այդ հարցը տվել ենք, այդ մեծ բեմում, 6 հոգով եւ այլն եւ այլն։ Բայց այդ վարժությունների մասին մեզ էլ կասեք եթերի։ Հետո, բայց կասեմ ես։ Արմեն, ես ու դու վաղուց ընկերություն Լավ, մի բան էլ ուզեմ ասել ներկայացման հետ կապված։ Մեզ հետ աշխատում է նաև ֆանտաստիկ լուսան, ասել ես նկարիչ, կարճ եւ կոնկրետ, մարդ ով բավականին հետո ինձ ասեցին, արաքս դու նայել ես ինքովա, թե չէ, ինչ որ անկա բարև ձեզ, ինչի՞ չեք բարևում մեզ, բայց նաև լուսային ձևավորող, ֆանտաստիկ, ասում ասենց ու մեգա դեմք ունենք մենք հիմա Հայաստանում, որը աշխատում է ժամացույցի պես հստակ եւ մուրճի պես պինդ, sense չկա ներում բեկում ասվածա, ուրեմն այդպես պիտի լինի, դե մենք հայերս սովորենք, չէ՞ դե լավ դե այսօր չանենք, վաղը կանենք, բան չկա տենց բան ժամը, ասվածա բարագույրը պիտի իջնի 13 վայրկյանում, չի կարա դա 14 լինի։ Ուզում ես բոմբ գծի չի լինելու դա։ Ես իհարկե շատ այդ խստությունը ինձ շատ է դուր գալու, կարող եմ բացատրել ինչի, որովհետև ցանկացած դիսցիպլինայի մեջ ծնվում է այդ հավաքված լինել ու ճիշտ ստեղծագործելը, հա, դու էլ ցրիվ չես գալիս։ Տեխնիկապես էլ բարդ ներկայացում է, ինքը տեխնիկապես հավաքած։ Շատ, հա։ Անունը չենք տալու, այդ ֆանտաստիկ։ AJ, մենք այդպես ենք իրեն դիմում։ Չէ, անունը այդպես է, բայց մենք այդպես պսևդոնիմ չենք ասի, բայց հետո։ Դե այս 4 օրերից մեկում հուսամ առիթ կունենանք ներկա գտնվել։ Այո, սիրով։ Նաև նշենք, որ երաժշտությունը Հայկը Մելիքյան մեր սիրելի։ Այո։ Նվագել է ինքը, պատիվում ենք Բախ, որ ամբողջական Արաքսի տեսարանների, այո։ Ես երբեք չկա ոգևորված չկա։ Ազգա դետես ոնց են, եթե դերասանը ոգևորված է, հանդիսատեսը հաստատ ոգևորված կգնա այնտեղից։ Ես ունեմ։ Որովհետև գիտեք, ես որ Դե ինչպես ասացի, անկեղծ ասել ինչի մասին է։ Այս այն դեպքը չի, որ ասում է հանդիսատես, մենք այնքան ենք իջել, որ դուք հասկանաք։
Այս դրա մասին չի։ Ես կարծում եմ դա Հակառակը։ արվեստի գործը չի էլ։ Ինքը միշտ պիտի լինի։ Այս վերջերս մի բան էի լսել, Դու դիքտես վեր։ Այս վերջերս մի բան էի լսել, չասեմ ումից, ասում էր այնպիսի բաներ բեմադրեք, որ ժողովուրդը հասկանա։ Ժողովուրդը կարող է մենակ ապուշ բաներ հասկանալ, առանց նեղացնելու ժողովրդին, բայց չի կարելի, չէ, ժամանակին ստիպել են, որ մենք գնանք բալետ, ստիպել են, որ աբոնեմենտներով գնանք ներկայացում նայենք ու այդ բոլոր ստիպած բաները բերել են մեզ ինչ-որ լավ կետի, ինչ-որ բանը ավել ենք հասկացել։ Հիմա եթե մենք չստիպենք, որ եկեք լսեք էս, հա, մեզ համար էր, չէ՞, սկզբում Կարլ Մարքսը, Իմ միակ մտավախությունը այդ վերնագիրն է։ Կարլ Մարքսը, հա։ Բայց այդ գաղափարները այսօր մեզ պետք չեն։ բայց դրա մասին չի ներկայացնում։ Ներկայացումը բացարձակ Մարքսի գաղափարներից միայն մանիֆեստն է սկզբում, ներկայացման սկզբում ասվում, այն էլ կրճատ տարբերակով, որը վերաբերում է ընտանիքին, կապիտալիստական եւ պրոլետարական ընտանիքների տարբերությանը։ Դրան է վերաբերում։ Մնացած ամեն ինչը արդեն նամակներն Էնգելսին, որտեղ ինքը պատմում է իր հիվանդությունների, իր դժվարությունների, ֆինանսական ծայրահեղության մասին, ու ի վերջո դու հասկանում ես, որ երբ որ ես ասում եմ հանճարեղ, շատերը ասում են Մարքսը հանճարեղ, հա հանճարեղ։ Հանճարեղ, թե հասել է մինչև մեր օրերը եւ մենք իր մասին խոսում ներկայացում ենք անում, հանճարեղ է այդ մարդը։ Երբ որ հանճարեղ մարդը ապրում է չափազանց ծանր ողբերգական վիճակում, հա, պայմաններում, հոգեվիճակով, կյանքով այդ դժվար, ու մենք այդ ենք ներկայացնում, հանդիսատեսը պետք է հասկանա, թե մեծ մարդիկ ինչ մեծագույն ողբերգություն են կրում իրենց հետևում։ Մի բան հավելում անեմ, մենք Հայկին երբ որ հարցրեցինք, ինչի եք այս գործը բերել մեզ մոտ անելու, մենք ինչ կապ ունենք այդ ամեն ինչի հետ, մի կարճ նախադասություն, ասեց հայերը ընտանիք սիրում են, չէ՞։ Ասեց մի ընտանիքի պատմություն։ Ես դրա պատմություն մասին էի խոսում, որ ընտանիքի մոդելը, այդ որ մենք սիրում ենք, բայց ընտանիքի մոդելը հիմա խեղաթյուրվում է։ Իսկ ստեղ նորմալ ընտանիքի Ու մասին։ պիտի երևի նորից խոսվի այդ ընտանիքի, որովհետև այդ դժվարությունների ժամանակ մարդիկ այդ ընտանիքի ներսում գտնվող մարդիկ հաղթահարում են եւ Ինչպես են ապրել այդ ծայրահեղ վատ վիճակում, ծանր պայմաններում։ Գաղափարը վերաեղել ամեն ինչից։ Ամեն ինչի։ Մենք առավոտյան հենց այդ մասին էինք խոսում, հետաքրքիր է որ խոսում ենք այն անհատների մասին, ովքեր այնուամենայնիվ ամեն ինչին ընդառաջ դեմ գնալով փորձել են ընդառաջ գնալ այդ գաղափարներին ու ի վերջո Դավիթը փաստում էր, որ այդ անհատները կարող են փրկել իրավիճակը։ Դու հասկանում ես, որ դա այդպես է, բայց դա տեղի է ունենում շատ կարևոր բաների հաշվին։ Իհարկե, այստեղ դու շատ բաներ ես տանում։ Դե հիմա կգաք ու կտեսնեք, որ դա ես կարծում եմ, որ ընտանիքի գաղափարի մասին եւս մեկ անգամ խոսել, չգիտեմ, յուրովի, մեզ շատ պետք է։ Թվում է, թե մենք ընտանիք ենք սիրում, որովհետեւ իսկապես այդպեսին ենք եղել, բայց այդ այնքան է հիմա քանդվել, ջարդվել, ձևականության ֆոնի մեջ է արդեն, ու իրականում մենք ասում ենք բառն է մնացել, բայց բովանդակություն չկա։ Ու ինձ թվում է հենց ճիշտ տեղին է, որ ընտանիքի մասին խոսվի հենց հիմա։ Այնպես ֆիֆի, սիրով ամենը կարա ոչ չենք հասել բաժանքան ենք։ Այգն ասել է լավ չխոսես, ինձ կոծանի։ Տեսնես արաքսի էներգիան Հայաստանում որևիցե մեծ ունի։ Հա։ Հա, ինքը փոթորիկ է, դե միշտ է եղել փոթորիկ ինքը։ Մեր մոտ է։ Չէ, դա շատ լավ է, ոնց թե Այդ ամենամեծ առանձնահատկություններից մեկն է։ Սիրելիս։ Մի խոսքով սպասում ենք ձեզ։ Սպասում ենք ու ձեզ սպասում է հետաքրքիր ներկայացում մի քանի Մարքսի մի քանի տեսակներ, այսինքն երիտասարդ Մարքսը, որից հետո արդեն ինքը գնալով ծերանում, հիվանդանում եւ այդ մտածողությունը ինքը շատ ճիբաներ է ունեցել, ռեժիսորի ճիբաների հրաշալի լուծումն է տվել, չեմ ասի, դե գաք կնայեք։ Եվ ոնց է ինքը ամեն տեսարանից հետո բեմը ոնց է մտածել, առաջի պատկերը բեմեզրին է ու գնալով պատկերները խորանում, հեռվանում է հանդիսատեսից։ Վերջի պատկերում, երբ որ Ռոզանան արդեն Մարքսի այն մահից առաջ այդ ծերությունն է խաղում, շատ հեռու է հանդիսատեսից։ Իսկ դամբարանի գերեզմանակարը, որ իջնում է այն вообще խորության մեջ է, այսինքն մենք գնալով հեռվանում ենք։ Ես մի բան էլ կուզեի ավելացնել, եթե թույլ տաք, հա, կարելի է։ Չէ՞ ժամանակ։ Հա, ուրեմն ինձ ինչով էր էլի հիացրել աշխատանքի մեջ ռեժիսորի, որ լուր հիանում է, ասեմ ինչ, մարդը պատրաստված է եկել չափազանց պատրաստված։ Թվում է այստեղ կարող է հարց առաջանա։ Կարող է դուք ընդհանրապես այդտեղ տեխնիկ եք, ուղղակի sense պիտի ակետից բեկետ ձեզ դրվեր, այսինքն կարող է ասեն, բայց այդ ստեղծագործական process չեղավ։ Այսինքն մարդ իր պլան B-ով եկել է։
ասաց մենք աշխատենք այի վրա, փորձենք հասկանանք ինչա, բայց եթե ոչ մի բան չստացվի, ես իմ պլան B-ն ունեմ, ես ինձ փրկելու բան ունեմ։ Այս մեկ հրաշալի բան, որ դու արդեն վստահում ես մարդուն, այս մեկ։ Երկրորդը, մարդ ով ասենք տեքստի հետ խնդիր եմ ունեցել, չեմ հասկացա, ինքը պատրաստի բերում է ինձ մշակած, սարքած, չի թողնում, որ ես ցրիվ գամ այդ ամեն ինչի մեջ, հնայեմ որն է ինձ համվա, հարմար, ասում եմ, դերասանը պիտի կոմֆորտի մեջ չլինի։ Հենց կոմֆորտի մեջ ես լինում, սկսում ես փչացնել։ Ինչքան դժվարություններ, անհարմարություն ստեղծեմ, որ դու պայքարից դառնում է ինչ-որ մի բան։ Այս երկրորդը, կամ մարդը հստակ տեսարանները A կետ, B կետ, ինչա պետք, ստեղից ընդ, այսինքն կինո նկարող մարդը, ինքը կինոռեժիսոր է, եւ գալիս է կինոյի պես պատրաստված, որը բերում է թատրոն։ Սա հրաշալի բան է, ինչի, որովհետեւ նախ ժամանակը մեր շատ կարճ էր, մենք չէինք կարող օրեր նստել, զրուցել, ջուր ծեծել եւ բան Այսօր ամենաթանկ բանը մարդկության մեջ դա ժամանակն է։ Այո։ Մենք այսօր ունենք այդ նվերը ստացել ենք կարճ ժամանակում ստանալ։ Ճիշտ է, մեկ-մեկ ստրեսային վիճակում ենք հայտնում, որ ցայտնոտ առաջանում, մենք չենք հասցնում, մենք չէ, բայց դա մարդը գերհզոր կենդանի է, որը կարողանում է իր բոլոր ռեսուրսները ճիշտ ժամանակին օգտագործել։ Ինչքան կարճ արաքս, ինչքան ժամանակում եք բեմադրել։ Գրեթե 1 ամիս։ Լուրջ է։ Եթե մենք Ընդհանուր առմամբ ամիսու կես է տևելու։ մաքուր փորձերով ինքը ամիսու կես Ես Աստորեն դա հնարավոր է։ լրիվ փաստում եմ, որովհետև ես հիմա ներգրավել եմ մի ներկայացման մեջ, որտեղ ուստրված է 1 ամիս։ Բայց նայեք ինքը չի 1 ամսում, ինքը 1 տարի պատրաստվել է, տարբերությունը հասկանում եք։ Այդ շատ լուրջ մարդու մատ, ես իրեն չեմ ճանաչում, բայց մենք արդեն խոսում ենք շատ 1 տարի մարդը պատրաստված գալիս է, որ քեզ 1 ամսում ինքը ներգրավում է այս ամեն ինչի մեջ, բայց ասում եմ, միևնույն ժամանակ մենք չունենք բաներ, ձեռնաշղթաներ, որ այս անելու է, պեդանտիզմի մասին բացարձակ խոսք չկա։ Կարողանում է քեզ ուղղակի արագնես դասավորել, որ դու անում ես ինչ որ պետք է։ Կարող է շատ հետաքրքիր, հա, մեզ ֆանտաստիկ թվացող տեսարանից ինքը այնքան հեշտությամբ հրաժարվի, դա էլ սովորեցրեց դերասանին։ Դերասանը մեկ-մեկ կարճում է, չէ, լավ բան է գտնում, անպայման ուզում է դա պահել։ Ոչ, հետաքրքիր չի։ Իր համար, եթե երկու հոգի նույն բանն են մտածում, հետաքրքիր չի։ Ասում եմ երրորդն է կմտածի, արդեն մտա։ Մեկ էլ մի հետաքրքիր բան, որ ինքը սենտիմենտալ, այդպես ողբերգական բաներից շատ հեռու է գնում։ Ես չեմ ուզում այդ փսլինքները բանը։ Շատ է, հա, այդ հեռանալը նաև հանդիսատեսից ինձ համար հետաքրքիր է։ Փոքրից մեկն էլ պատմեմ, այդ որ առաջին ստրեսը, որ մենք տարել ենք, սա Կարլ Մարքսի հոգեբանությամբ եկել ենք, առաջին օրը դնում է Տոմի Ջերի մուլտիկը։ Մենք մի քանի ֆիլմեր ենք նայել, թե ինքը ինչ թեթևություն է ուզում ներկայացնել։ Այո, հասկացա ոնց է սխալում։ Դե սենց եմ։ Ռեակցիաների մասին է էլի խոսքը։ Թե որ շատ լուրջ մի վերաբերվեք։ Բայց հենց այդ հետաքրքիրն է, հետո ինձ թվաց է, ուրեմն գրոտեսկ պիտի արվի, չէ։ Դա էլ չէ։ Սա ոչ գրոտեսկի մասին է, ոչ այն ողբերգական լրջության մասին է։ Դրա արանքում ինչ-որ հետաքրքիր բան կա, որ պիտի լինի թեթև ժպիտով այդ ամեն ինչը, շատ թեթև խաղով։ Ներքին, դերասանի ներքին ժպիտով, չէ։ Ինչ սիրուն են գովազդում իրենց ներկայ։ Բայց Դու լավն ես, կարելի է ասել։ գովազդը հետո երբ որ վճարեք կանեմ, բայց Չէ, գժական է։ Կարելի է ասել աշխատանքն ենք, գնահատական ենք տալիս այն աշխատանքին, ինչը որ մենք արել ենք ու անցանք այդ ճանապարհը։ Ու այսքան նվիրումը, որ կա այդ մարդկանց մեջ, ամբողջ ես նշեցի, որ ամբողջ թատրոնը երում է հիմա մեր։ բոլոր ցեղերը։ Այս 4 օրն եք խաղալու։ Դեռևս այո, այս ամիս մայիսին Ափսոս է այդ։ չի կարող իր նպատակին չծառայել ուղղակի, ես կարծում եմ։ Մեր Սպասում ենք, տեխնիկական մասի համար մի քիչ դժվար շրջան է, ինչ խոսք, ես կուզեի այդ կողմից էլ ասել, որովհետև շատ ծանրաբեռնված է նաև այլ ներկայացումներով ու հիմա այս մարդը եկել է, ինքը իր ժամանակի մեջ պիտի հասցնի։ Ու այս մեր ժողովուրդը ասես գերմարտկային ուժերով լարվել են, որ դե հյուրընկալ կողմն ենք, հա, պետք է այնպես անենք, Պատվով պիտի դուրս գան։ Դերասանին հավասար բեմի տղաները աշխատում Հա, են։ այսինքն բայց ինձ էս ամեն ինչը դուր է գալել։ Մեղվի փետակը ոնց է բզզզ։ Այսինքն բոլորը աշխատում են։ Մենք հանգստացել ենք երեք ամբողջ սաստավը լույսադրել ու տեխնիկականից արդեն ընդհուպ միջև ոչ տեխնիկական են մյուս մասը որն է, վարչական մասն էլ է մտել լույս դնելու։ Այսինքն, այս ինչա խոսում որ Հա, գնալա պետք։ Դե մայիսի 6-ին է պրեմիերան։ 6-7 սպասում ենք։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, չնայած արդեն չենք կասկածում հաջողության վրա եւ հուսանք, չգիտեմ, որ օրերը հնարավոր։ Գոնե լավ երաժշտություն ու պատկերներ կտեսնեք, մնացածը չգիտեմ։ Իմիջիալոց դա հանդիսատեսի համար էլ է լավ փորձություն, հատկապես դերասան հանդիսատեսի համար,
որովհետև դու կարող ես մի քիչ էլ ինքդ քո իրական ներքին ուժերը փորձել դու ինչ ես կարողանում հասկանալ այս աշխատանքից։ Վերջո դա էլ է քեզ համար ինդիկատոր, հա, եթե կարելի է ձևակերպել, դու ուր ես հասել այս մասնագիտության մեջ, ինչ գիտակցական շերտեր ես հաղթահարել եւ ոնց կարող ես ընկալել։ Հատկապես, որովհետեւ ես Սնդուկյանի դերասան եմ։ Սիրով մեր սիրելի տիկին Մերին էլ եմ Սարգսյան ուզում նշել, որովհետեւ զգեստները ուղակի պատմություն ունեն հրաշալի աշխատանք։ բոլորիս համար, այո, եւ շատ զգեստներ են, շատ մեծ աշխատանք է տարված, Ես ամսի 5-ից գալու եմ Սունդուկյան։ ամեն դերասան գրեթե 4 կամ 5 անգամ զգեստափոխվում է։ Հրաշալի ճաշակով ժամանակաշրջանը պահպանած։ Այո։ Մեկ-մեկ ասում եմ, դե այստեղ արդեն կարանք, չէ՞, զաժգալկայով վառում ասիկ են, ժամանակը զաժգալկա չի եղել ուսկի։ Լավ դե, չէ, այսինքն ժամ ու կես։ Ժամ ու կես։ Երկու գործողություն։ Ոչ, մեկ գործողություն։ Ու գիտեք մեկ էլ ինչ է կարևոր զգեստի հետ կապված, որ մենք հիմա այնքան ենք նորարարական բաներ արել, որ կարողանում ենք սպիտակ կեդերով խաղալ, ասենք դնում ենք մի հատ դասական կոստյում, ինչ որ ժամանակաշրջան ես օրինակ դրանից եմ հոգնել։ Այստեղ կին ես քեզ։ Այստեղ բացարձակ ոնց որ եղել է այն ժամանակը զգեստները, ասում եմ, ես մտել եմ ես ու կարվում է։ Եվ դերասանուհին հասկանում է, ամեն ինչ փոխվում է, քայլվածք, ամեն ինչ։ Դե ես էլ շարժվել ունեմ, չէ՞, ինձ լավա տակտով ասում եմ, այդ արաքսի չի։ Ժենիխին է գերմանուհի ա եղել, ուսմիկը հավաքվում եմ, էլի։ Այո։ Ես վերջերս մի շատ հետաքրքիր կնոջ էի լսում, ինքը շատ սիրուն ձևակերպեց, ասում է, ես իմ բոլոր հարցերը լուծում եմ բարձրակրունկներով։ Եվ ես ավելի քան վստահ եմ, որքան էլ դա ինձնից շատ բան է տանում բարձրակրունկները, բայց ես չեմ կարող շնորհակալ չլինել եւ հավատարիմ չմնալ, որովհետեւ նրանք իսկապես ինձ համար հարցեր են լուծում։ Եվ ի վերջո հասկանում ես, որ կնոջ իրական կեցվածքը նաեւ այդ կրունկների մեջ է, այդ հագուստի մեջ է, որ իրեն ամբողջովին դարձնում է կին բառին համապատասխան։ Հավաճած հետաքրքիր էր, որ ասացեք, ես էլ ֆիքսացի դրա վրա, ես որպես հանդիսատես ես էլ եմ արդեն հոգնել, երբ որ հագուստային լուծումները փորձում են գումար չծախսել ժամանակահատվածը իրենց պատկերացումներով։ Գուցե ծախսել են գումար, բայց դա այն չի, ինչ դու ուզում ես տեսնել։ Քո ուզում ես այդ ժամանակահատվածի հագուստները նայես։ Ի վերջո բեմը թատրոնը թելադրում է իր կանոնները։ Այո։ Այ քիչ առաջ ասացիք 6 հոգով, եւ խաղով եւ դեկորացիայով շքեղ, լավ, սիրուն մեծ դեկորացիաներ ունենք, որոնք անդադ փոփոխվում են եւ ուրիշ բան են դառնում։ Բայց նաեւ այդ զգեստների մեծությունը եւ ճոխությունն է, ինչու՞ չէ, նաեւ դա է շատ ամբողջական դարձնում ներկայացումը։ Ուզեի ասել դերասանախմբից մեր երկու աղջիկների մասին, մենք մեզ հետ աշխատում ենք մեր 6 Ես սիրով նշեցի իրենց անունները, հա։ Մեր երիտասարդ, հա, այդպես ասենք, մի կողմը միջի սերունդ ենք գնացել, նենց լավն են, նենց ճիշտ են մեզ հետ, մենք էլ իրենց հետ։ Ընտանիք ենք դարձել։ Այսինքն այն բոբո բաները, որ Սունդուկյանի մասին պատմում են, սենց փաստացի դա գոյություն ուղղակի։ Այն ինչը որ դուք տեսել եք, չեք Չէ, մեզ այդպես չեն դիմավորել։ Մենք իստում մենք ուղղակի պատվով կարողանում ենք փոխանցել այդ էստաֆետը։ Չէ, կարող է նախկինում նման բան եղել, բայց մեզ այդպես չեն դիմավորել։ Մենք չենք կարող նման բան ասել, էլի։ Մեզ էլ են լավ դիմավորել։ Ձեզ էլ են լավ դիմավորել։ Մթնոլորտը հիանալի է։ Սիրո մասին է, այն որ մենք չենք ուզում փորձերը ավարտվի։ Ասում ենք 2 ժամը երբ անցավ, 3 ժամը երբ անցավ։ Արմենը կռիվ է տալիս փորձերի համար։ Եթե մի օր ունենք ազատ, նա ուղղակի խեղտամահ անում բոլորիս։ Այո։ Եվ իսկապես հավաքվել է մի լավ ընտանիք ենք դարձել եւ դրա համար եմ վստահ, որ պիտի արդյունքը լավը լինի։ Ես ուզում եմ այս ներկայացումը նայեմ, ամսի 5-ին գալու եմ այնտեղ Փակ դիտում։ Պրագոնն էլ նայեմ, չէ, տեղ պահեմ դեմ։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, շնորհակալ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, սիրելի հեռուստադիտողներ, ներկայացումը տեղի ունենալու Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսի 6-ին, 7-ին, 13-ին եւ 29-ին ժամը 19:00-ին Եվ հիշեք, պրոլետարը սեփականություն չունի։ Դե ձեզ Շնորհակալ ենք հրավերի համար։ Սիրով, ուրախ ենք, որ մեր թատրոնում, հայ թատրոնի բեմում նման հետաքրքիր ներկայացումներ են ու հատկապես որ դերասանները sense ոգևորություն ունեն։ Ձեզ հաջողություն։